աշխարհահռչակ աստղագետը։ Ենթաթեման է եւ տիեզերք եւ հեքիաթ 3-րդ A դասարանում։ Դասի կարգախոսն է։ Գիտելիքը լույս է, բարությունը ուժ։ Դասի նպատակներն են իմանալ, թե ով է Վիկտոր Համբարձումյանը, ով է Հովհաննես Թումանյանը, հասկանալ, որ եւ գիտությունը, եւ գրականությունը կարևոր են մարդու կյանքի համար, զարգացնել հարցեր ձևակերպելու հմտությունը, նպաստել հայրենի մեծերի նկատմամբ հպարտության զգացման ձևավորմանը, իմանալ, ինչու փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գրքի տոն եւ երեխաներ։ Այսօր մենք ունենք պատվավոր հյուրեր։ Կարող եք գուշակել, թե ովքեր են այդ երկու մեծ հայերը։ Մեկը ուսումնասիրել է աստղերը, սիրել է գիտելիքը եւ աշխատասիրությունը։ Մյուսը գրել է հեքիաթներ, սիրել երեխաներին, սովորեցրել է բարություն, ազնվություն։ Կարող եք գուշակել։ Այո, կարող են գուշակել, այսօր մեր դասարան է եկել աշխարհահռչակ հայ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, մենք նրան հարցեր կտանք տիեզերքի եւ գիտության մասին։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ, որտեղ եք ծնվել։ Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, Երևանում, մարդասեր եւ հատկասեր ընտանիքում։ Ամենից շատ սիրել եմ սովորել, սիրել եմ կարդալ։ Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է։ Շնորհակալություն։ Մանկության տարիներին ինչ եք սիրում անել։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, հետաքրքրվում եմ բնությամբ ու աստղազարդ երկնքով։ Իսկ ինչ չեք սիրում։ Չեմ սիրում չար կատակը, ծուլությունն, անհամեստությունը։ Շնորհակալություն։ Որ առարկան եք ամենաշատը սիրում։ Ամենաշատը սիրում եմ մաթեմատիկան եւ ֆիզիկան, որովհետեւ դրանք օգնում են հասկանալ աշխարհը։ Հետաքրքրվում եմ բնությամբ ու աստղազարդ երկնքով։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչպես որոշեցիք դառնալ աստղագետ։ Երբ նայում էի աստղերին, մտածում եմ, թե ինչ գաղտնիքներ կան այնտեղ։ Հենց այդ հետաքրքրասիրությունն ինձ տարավ դեպի գիտություն։ Հասկացա, որ ուզում եմ իմ կյանքը նվիրել տիեզերքին։ Շնորհակալություն։ Տիեզերքում ի՞նչն է ամենահետաքրքիրը ձեզ համար։ Նոր ծնվող աստղերը եւ գաղտնիքներ, որ դեռ չեն բացահայտվել։ Շնորհակալություն։ Աստղերն ինչու են փայլում։ Որովհետև նրանք շատ տաք են եւ լույս են արձակում։ Շնորհակալություն։ Կարող են նոր աստղեր ծնվել։ Այո, նոր աստղեր ծնվում են եւ ես հենց նորաստեղծ աստղերն եմ ուսումնասիրում։ Շնորհակալություն։ Տիեզերքը վերջ ունի։ Գիտնականները դեռ ուսումնասիրում են, բայց տիեզերքը շատ մեծ է։ Շնորհակալություն։ Իսկ ինչպես եք դուք հանգստացել։ Հանգստացել եմ քայլելով, գրքեր ընթերցելով։ Շնորհակալություն։ Ինչ է նշանակում Վիկտոր անունը։ Հետաքրքիր հարց է։ Վիկտոր լատիներեն բառ է, նշանակում է հաղթանար, խորհրդանշում է ուժ, նպատակասլացություն, հաջողության հասնող մարդ։ Շնորհակալություն։ Ինչ խորհուրդ կտաք մեզ։ Սիրեք գիտելիքը, շատ հարցեր տվեք, զարգացնեք ունեցած տաղանդը մտքով ու գործով կյանքին օգտակար լինել։ Որն եք համարում հայերիս ասած ամենամեծ գանձը։ Ամենամեծ գանձը մեր լեզուն է։ Շնորհակալություն։ Այսպիսով մենք հասկացանք, որ գիտությունը սկսվում է հարցերից, իսկ մեծ բացահայտումները փոքր հետաքրքրասիրությունից։ Երևակայության աշխարհում հնարավոր է ամեն ինչ։ Ահա մեր գիտնականի մոտ է գալիս ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ, մեծ բանաստեղծ, ես ուսումնասիրում եմ աստղերը, իսկ դուք մարդկանց հոգիները։ Բարև ձեզ գիտնական, այո, դուք նայում եք երկնքին, ես մարդկանց սրտերին, բայց երկուսս էլ լույս են փնտրում։ Ճիշտ եք ասում, աստղերն էլ են լույս տալիս մարդկանց, ինչպես էլ հեքիաթներն ու բանաստեղծությունները։
Իսկ երեխաները ինչ պետք է անեն նշանավոր դառնալու համար։ Նշանավոր դառնալու համար անհրաժեշտ է անդադար սովորել, լինել չափազանց աշխատասեր, զարգացնել ունեցած տաղանդը գործով կյանքին օգտակար լինել։ Ճիշտ ես, նաև ավելացնեմ, և թող շատ կարդան, որովհետև գրքերը մեզ դարձնում են խելացի, երևակայող և բարի, որովհետև բարի սիրտն ամենամեծ ուժն է։ Ես էլ ձեզ նման երեխա եմ, կյանքիս ամենապայծառ ու ամենալավ օրերը դուք եք ինձ տվել, սիրելի մանուկներ։ Ձեզ հետ եմ եղել, ձեզ հետ եմ ապրել, ձեր սերն եմ եղել գրելու այսքան հեքիաթներ ու ոտանավորներ։ Այս խոսքերը նա ասել էր 50-ամյա Հոբելյանին, ուղղված աշակերտությանը։ Այսպես գիտությունն ու գրականությունը հանդիպեցին և երկուսն էլ սովորեցրեցին երեխաներին սիրել գիրքը և լինել բարի։ Այո, երեխաներ, աստղերն ու գրքերը մեր դարձնում են խելացի։ Երեխաներ, այսօր մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ի պատիվ նրա փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գրքի տոն։ Թումանյանը գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, դրանց շարքում արգելանատելի են հեքիաթները, որոնց հերոսների օգնությամբ կարողանում ենք մեր մանկական աչքերով ճանաչել աշխարհը։ Անմահը Թումանյանը, քանի դեռ պտտվում է այս երկրագունդը և ապրում է հայ ժողովուրդը։ Այսօր մենք բոլորս գլուխ ենք խոնարհում ձեր մեծության առաջ և ասում. Հարկ ձեզ և ձեր անմահ գործին։ Գործն է անմահ, լավն ացեք, որ խոսվում է դարեդար, երնեք նրան, ով իր գործով կապրի անվերջ անդադար։ Խոստանում եմ սիրել գիրքը, լինել բարի և ազնիվ։ Խոստանում եմ դառնալ խելացի, աշխատասեր և լավ մարդ մեր հայրենիքի համար։ Այսպես գիտությունն ու գրականությունը հանդիպեցին և երկուսն էլ երեխաներին սովորեցրին սիրել գիրքը և լինել բարի։ Եվ դա խորհրդանշում է երեխաների մեր գրատախտակի բռունցքը, գիտությունը և գրականությունը մի մեծ բռունցք դարձան։ Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները այնքան տրամադրող ու հնչեղ են, որ կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել։ Մեր բառաստեղծներից և ոչ մեկ այդքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը, ասել է Արմեն Տիգրանյանը։ Երեխաներ, Թումանյանը բնության մի մասն է, նա ինքը հենց բնություն է, զորեղ, անպարտելի։ Դրա վառ ապացույցն է այս չքնաղ երգը, որի ոչ միայն բառերը, այլ նաև երաժշտության հեղինակը հենց ինքն է Թումանյանը, ում կընտրեք այդ հրաշք երգը։
Երեխաներ այսօր դուք հրաշալի աշխատեցիք։ Ես շատ ուրախ եմ, որ լսեցիք, մտածեցիք, հարցեր տվեցիք եւ մասնակցեցիք այս փոքրիկ դասին, որը նվիրված էր Թումանյանի ծննդյան տարեդարձին գիրք նվիրմանը։ Դուք այսօր ցույց տվեցիք, թե որքան եռանդով եւ հետաքրքրությամբ կարող եք սովորել։ Յուրաքանչյուրի պատասխանն ու միտքը կարևոր էր։ Ձեր ակտիվությունը դասն ավելի հետաքրքիր ու կենթանի դարձրեց։ Ես հպարտանում եմ ձեզնով։ Միշտ պահպանեք ձեր հետաքրքրասիրությունը, սիրեք գիրքը, բարությունը, աշխատասիրությունը։ Գիրքը թող լինի ձեր ընկերը, իսկ գիտելիքը ձեր ուղեկիցը ամբողջ կյանքում։ Շնորհակալություն ձեզ գեղեցիկ աշխատանքի համար։ Այսպես շարունակեք սիրելով սովորել։ Դուք այսօր փոքրիկ իմ աստղիկներն եք։ Լուսավորեցիք այդպես մեր դասարանը։ Եկեք ինքներս մեզ գնահատենք։ Բարձրացրեցինք աջ ձեռքը, աջ, բարձրացրեցինք, նայեք, բարձրացրեցինք աջ, ձախ ձեռքը, դրեցինք ուսերին և ասացինք. Ապրես, ապրես, լավ աշխատեցիր։ Առաջին անգամ չէ, որ ես գալիս եմ այս դասարան սիրով եւ վերադառնում եմ հպարտությամբ, որովհետեւ դուք ամեն ինչ ներկայացնում եք այնքան գեղեցիկ, այնքան հասանելի։ Եթե այստեղ մեկ ուրիշը նստած լիներ, իմանար, որ այսօրվա մեր այս փոքրիկ դաս երեկույթը նվիրված է գիրք նվիրման եւ մայրենի տոնին։ Այս երկուսը միացնում են իրար, որովհետեւ հզոր տոներ են հայի համար։ Սա է մեզ պահում այս միջոցառումները։ Շնորհակալություն ձեր այսպես լավ մատուցելու համար։ Սա այն դեպքն է, երբ ժամանակը կարևոր չէ։ Կարող է 40 րոպեում ոչինչ չհասնի մարդուն, բայց 15 րոպեում ամեն ինչ հասնի։ Ապրեք, շնորհավորում եմ Վերքի տոնի արդիվ, Մայրենի տոնի արդիվ եւ իհարկե ինչպես ամեն մի միջոցառման լինում է կազմակերպիչ։ Այսօրվա այս գեղեցիկ ցերեկույթի կազմակերպիչն է ձեր սիրելի ուսուցչուհին Տիկին Դալակյանը։ Շնորհավորում եմ վերջում բոլորիս Մայրենի տոնի եւ գիրքնվիրման օրվա արդիվ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Տիկին Թումանյան, հետո մենք պետք է այցելենք Թումանյանի թանգարան։ Մի այդ հեքիաթի մասին է խանող հասկանան ձախով ինչ է նշանակում Ահա բացվեց թարմ առավոտ, բարդ է թափում, սարին, քարին, շաղ են շողում ծաղիկի խոտ, շնչում բունին եդեմային։ Ախ ինչ հեշտ են սարում, հյուգը ճամփան, ծածկվել է մի քիչ ծյունով, էլ չի ճարվում ընկելուբան, ով է լեսել ես տեսակսով, ոչ մի ծորեն, ոչ մի հատիկ, խնդրում են ձեզ, բարի մարդիկ, Աստծո սիրին, մի կտոր հաց, կոտորվեցինք, մերանք սոված, շուտով կգան օրեր գարնան, մենք ձեզ համար կերք են սվար, ու փոխարեն ձեր լավության, ձեր պարտեզը այգի մոտ, կմոքնենք մեր թրթուններից, ճիճուներից ու ոտերից, միայն լինի մի կտոր հաց, կոտորվեցինք, մերանք սոված, մի խունձը տերի կողմից, ծիտիկ ճշկուկյան։
ասել